Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքը Արցախում ռազմական գործողություններ է ներկայացնելով տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ։ Առաջինը մեկնաբանի հարցերին պատասխանել է Էլմար Մամեդյարովը։ Երբ Ջո Բայդենը նախորդ շաբաթ այստեղ հանդիպեց ձեր նախագահի հետ, իր մտահոգությունը հայտնեց հրադադարի խախտումների առիթով։ Երկխոսության կոչ արեց եւ ընդգծեց երկկողմանի ընդունելի լուծման անհրաժեշտությունը երկարատև կայունության համար։ Քննադատներն ասում են, որ Ադրբեջանն է սրում տարածաշրջանային ագրեսիան։ Բաքուն իսկապես շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Հարցինի պատասխան Մամեդյարովը երկար խոսել է Միացյալ Նահանգներում Ալիևի հանդիպումների մասին, մեջբերել ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձևերն ու Ադրբեջանի օկուպացված տարածքների ավանդական պատմությունը։ CNN-ի մեկնաբանը ընդհատել է եւ իր տրամաբանական հարցով դժվար դրության մեջ է դրել Մամեդյարովին։ Թույլ տվեք ձեզ ընդհատել, եթե Հայաստանի աջակցությունը ստացող շրջանը 1994 թվականից սկսած լիովին ինքնուրույն է, ինչու պետք է հիմա հարձակման անցներ։ Մամեդյարովը պատասխանել է, թե իբր Ադրբեջանը միայն հակադարձել է հայկական կողմի հարձակմանը, Ադրբեջանի արտգործնախարարի կեղծ տեղեկությունները եւս մեկ անգամ ընդհատելով։ Մեկնաբանը անակնկալ կերպով հարց է տվել Ալիևների ընտանիքի օֆշորային նոր սկանդալի մասին։ Ադրբեջանի առաջին դեմքն ու ընտանիքը մեղադրվում են օֆշորային ապօրինի հաշիվներ ունենալու մեջ։ Մասնավորապես 2005-ին Մեհրիբան Ալիևան հիշատակվում է որպես 2003-ին պանամական ընկերության 2 սեփականատերերից մեկը։ Ալիևի աղջիկները վերահսկել են պանամական 1 ընկերություն ու եւս 2-ը Վերջինյան կղզիներում։ Ինչ կասեք սրան։ Ճիշտ ասած, ոչ մի տեղեկություն չունեմ։ Մամեդյարովի հետ զրույցից հետո CNN-ը կապ է հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի հետ։ Կարեն Միրզոյանին խնդրել են մեկնաբանել Մամեդյարովի հայտարարությունը։ Մամեդյարովն ասաց, որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման ամենաշահագրգռված կողմն է, բայց իրենք արդյունք են ակնկալում իրենց օկուպացված տարածքի վերաբերյալ։ Ձեր պատասխանը խնդրեմ։ Սա ոչ թե տարածքային, այլ ինքնորոշման հարց է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ որոշեց անկախանալ։ Հիմա Բաքվի ռեժիմը ցանկանում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա։ Դուք մտահոգված չեք, որ հակամարտությունը նոր վտանգավոր փուլ է մտել։ Մենք շատ ենք գնահատում 3 համանախագահների մտահոգությունը, սակայն հակամարտության բոլոր կողմերին ուղղված հորդորները Ադրբեջանն ընդունում է որպես սանձարձակությունը շարունակելու թույլտվություն։ Ժամանակն է անել հասցեական հայտարարություններ։ Ուշագրավ է, որ ամերիկյան ու համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարին է ներկայացրել որպես Մամեդյարովին իրավահավասար պաշտոնատար անձ։ Սա կարելի է գնահատել որպես ամերիկյան ուղերձ ուղղված Բաքվին։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։